Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք հաճախ շատ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Միշտ հնարավորություն չենք ունենում մենք գտնել այնպիսի հյուրեր, զրուցել կանանց հետ, ովքեր կկարողանան նաեւ գործիքները տալ։ Մարմնի ու հոգու հետաքրքիր ներդաշնակության մասին է խոսքը եւ այսպիսի մասնագետները իրականում եզակի են։ Ինչու՞, որովհետեւ կարելի է ինչ-որ մի մասնագիտության տիրապետել, կարելի է շատ պրոֆեսիոնալ տիրապետել այդ մասնագիտությանը, բայց քո ներսում ինչ-որ մի բան մի քիչ այլ պիտի լինի։ Դու պիտի կարողանաս աշխարհի էներգիան ուրիշ կերպ զգալ եւ ամենակարևորը կարողանաս իրականում դա հենց այդպես մատուցել, որպեսզի արդյունք ստանաս։ Երբ հնարավորություն ունեցանք օվկիանոսից այն կողմ զրուցել այսպիսի պրոֆեսիոնալի հետ, ինձ համար կրկնակի ու եռակի հաճելի էր, քանի որ առիթ եմ ունեցել շատ պրոֆեսիոնալ ու տարբերվող այս մասնագետի հետ հանդիպել նաև Երևանում։ Ամենադժվարը միշտ երեխաների հետ կապված խնդիրներն են, երբ քեզ թվում է, որ ոչինչ անել հնարավոր չէ։ Դեռ տարիներ առաջ, դեռ տասնամյակից ավել առաջ այսպիսի խնդիրներով շատ-շատերը դիմում էին եւ երեխաների հետ կապված առավել եւս դիմում էին հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մասնագետի, ով կարողանում էր իր ձեռքի շատ հմուտ շարժումներով եւ ամենակարևորը իր ներսից բխող անսահման էներգիայով լուծման շատ արդյունավետ տարբերակներ առաջարկել։ Այս պահին ես ուզում եմ նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել իրականում եզակի մասնագետի եւ ես շատ ուրախ եմ, որ հենց սկզբում հնարավորություն ունեմ ասելու, որ այս պահին արդեն նույնիսկ օվկիանոսը որևէ դեր չի կարող խաղալ, որովհետև այսպիսի պրոֆեսիոնալ մասնագետի ծառայություններից կարելի է օգտվել օվկիանոսի եւ այս կողմում եւ այն կողմում։ Սիրով ձեր անունից նաեւ ուզում եմ Elroom-ում ողջունել այս պահին մանուալ թերապևտ, կինեզիոթերապևտ, էներգոթերապևտ, էքսպերտ այս ասպարեզներում, միջազգային ժյուրիի անդամ, սեմինարավար, մասաժ թերապևտ Նազելի Սարգսյանին։ Նազելի, ես շատ ուրախ եմ, որ տարիների երևի ընդմիջումից հետո հնարավորություն ունենք զրուցել, իհարկե այսպես հեռավար տարբերակով, բայց կարծում եմ, որ ձեր անսահման դրական էներգիայի պարագայում տարածությունը, նույնիսկ այս հեռավար կապը որևէ բան չի կարող փոխել։ Ողջույններս, սիրելիս, շատ կարոտած էի, շատ մեծ անակնկալ էր այս ամենը, կարոտած գրկում եմ, փորձենք շատ հագեցած ինֆորմացիա հաղորդել մեր հայրենակիցներին, քանի որ այսօր մենք առնչվում ենք այն խնդիրներին, որ այսօր շատ ակտուալ է ու առնչվում ենք մեզնից յուրաքանչյուրս եւ ոչ մեկս ապահովագրված չենք, այսինքն կանդրադառնանք այսօրվա մեր ամենանուր պահերին ստրեսի հետևանք, գլոբալ ասված։ Նազելի, իրականում ես ձեր թույլտվությամբ ուզում եմ սկզբից սկսենք, հիշում եմ այստեղ ձեր աշխատանքը, երբ դուք աշխատում եք պացիենտների հետ, հետաքրքիր այսպես նաև տրամադրություն եք ստեղծում, բացի շատ պրոֆեսիոնալ, որպես կինեզիոթերապևտ նաև ձեր աշխատանքից, եւ շատ պացիենտներ Հայաստանում էլ, ես գիտեմ, որ հիմա Լոս Անջելեսում էլ ձեզ հենց այդպես են կոչում մարմնի եւ հոգու բժիշկ, որովհետեւ ստրեսի հետ աշխատել կամ այսպես ողնաշարի մկանների կծկումների հետ աշխատել առանց մի ուղղությամբ, միայն մարմնի կամ միայն հոգու, երևի հնարավոր չէ։ Ինչպես եք դուք եկել այս եզրակացությանը, որ այս ներդաշնակության մեջ պետք է գտնել լավագույն լուծումը։ Նախ հիմնավորեմ այնքանով, որ այո, յուրաքանչյուր մեր ապրումները, յուրաքանչյուր ստրես չի կարող ուղղակի անցնել, անհետևանք մնալ։ Այդ ամեն ինչ մնալով մնում է մեր մկաներում, մեր մկանները իդեպ հիշողություն ունեն, ստրեսը ինքը հիշում է 15 տարի, պատկերացնում եք, ու այդ ամեն ինչ կուտակվելով իրա բերում է իր ամենատարբեր ու ամենալուրջ խնդիրները ընդհանուր միջև առողջական խնդիրների։ Եվ ասեմ, մեզ մոտ ուրեմն բուժումը գնում է համալիր ուղղությամբ,
մկանային համակարգ, նյարդային, ոսկրային, հոդային, լիմֆային, աղեստամոքսատրակտի, այսինքն այդ համալիր արդյունավետ բուժումը հանգեցնում է մարդուն լիարժեք կյանքի կոչելու։ Դրա համար սեանսից հետո մարդը վերածնվում է։ Ստրեսը իր հետևանքը թողնելով, իդեպ բերում է նաև այդ էներգետիկ մեր կենտրոնների բլոկների, որ բլոկում է, բարիերներ առաջացնում։ Ես դրանում շատ խորացած լինելով, նաև կյանքի եմ կոչում այս ուղղությունները։ Հայաստանում դուք աշխատել եք Նազելի Հիրուդոմեդ եւ Էլիտմեդ կենտրոններում, ես գիտեմ, որ ձեր նաև մեթոդը, որը աշխատել եք, այստեղ նույնպես շարունակվում է, այսինքն Էլիտմեդում այժմ էլ աշխատում են ձեր թիմը, ըստ էության նույն գործն անում է։ Նույն գործն անում են Սարգսյանները, այո, եւ մեծ մասշտաբի գործունեություն են իրենք ծավալում եւ իդեպ ասեմ, այս բժշկությունը, որը մենք անում ենք, սրա 80%-ը իմ եւ մեր մշակված տեխնիկան է, մեթոդն է, որի դեպ ամբողջ աշխարհում չկա, գոյություն չունի։ Մարդու կյանքի ենք կոչում, իսկ դա մի առաքելություն է, որը նաեւ ի վերուստ է տրված։ Նաեւ անսահման սեր դիմացինիդ հանդեպ, անսահման նվիրվածություն, որ դիմացինը կյանքի կոչվի։ Իդեպ երջանկության կարևոր էլեմենտներից է նաև, որ դիմացինի մեջ առաջացնես ապրելու ցանկություն։ Դա հզոր մոտիվացիա է, նաև դնում ենք դիսցիպլինա այցելուի առջև, որ կարողանա արժևորի իր թե կյանքը, թե առողջությունը։ 15 տարիների ընթացքում շատ մեծ թիվ են կազմում, եւ տարբեր տարիքային խմբի այն այցելուները, ովքեր իրականում տպավորություն է, որ ապրելու ցանկություն, կարծես ապրելու իմաստը, կորցրած մարդիկ, որոնք որ նաև ֆիզիկական, այսպես շատ ընկճված նույնիսկ արտաքինից էր։ Ես հիշում եմ, երբ ձեր կաբինետից այստեղ դուրս էին գալիս, արդեն ինչ որ կեցվածքից սկսած քայլվածքն է փոխվում, կարծես իրենք գիտեն, թե ուր են գնում, դուք տալիս եք այդ ճանապարհը, թե ոտքերը դեպի ուր կարող են տանել։ Նախ այցելուն մեզ մոտ գալով, միանգամից ասենք ինչ-որ մեկի հետ է ինքը ցույց ենք տալիս իր խնդիրները, նաև այցելուն ինքն է տեսնում իր ամբողջ այդ դիսբալանսը, մնացած բոլոր նրբությունները, որ երբևէ մտքով չէր անցել ու չէին նկատել։ Մի սեանսից հետո մարդը ամբողջությամբ շտկված, դա ուղղակի չգիտեմ, համեստություն թող լինի, իսկապես դա հրաշք է եւ դրա համար իզուր չի, որ ասում են հրաշագործ, իհարկե դա էլի անսահման սիրուց է եւ անխոս պրոֆեսիոնալիզմից, դրա հետ մեկտեղ պատկերացնում եք, մենք չունենք ոչ մի գովազդ, չունենք ոչ մի գործնական էջ, մեր գովազդը մեր բուժված այցելուն է։ Եթե մի քիչ որպեսի բոլորի համար, բոլոր նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում կամ առիթ չեն ունեցել հանդիպել, հետո գիտեք ձեր պացիենտները շատ են, հնարավոր չի առիթ ունեցած չլինեն հանդիպել, բայց խնդիրները մի քիչ շատ այսպես անձնական են եւ շատ հաճախ բոլորը չէ որ բարձրաձայնում են։ Փաստորեն վախեր, տագնապի զգացողություն, մանկությունից եկած ինչ որ խնդիրներ, որոնք հետագայում խորանում են, դեպրեսիաներ եւ ստրեսը, որի մասին դուք նշեցիք, ի տարբերություն շատերի նաև ուշացած ստրեսն եք դուք կարողանում, ինչ որ առումով այդ իրավիճակից անել ու բուժել, այսինքն ստրեսի հետևանքների դեմ։ Այսպիսի բոլոր դեպքերում կարող են դիմել ձեզ։ Այո, կարող են դիմել ընդհանուր մինչև մանկություն, մանկությունից կուտակված թե վախերը, թե տագնապները, իդեպ կարևոր մի մեծ նրբություն կուզեմ ասել, գիտեք, նաև շատ կարևոր ու շրջադարձային փոփոխություն է թողնում մարդու կյանքի վրա հասարակ ընկնելը, պատկերացնում եք, փոքր տարիքում ընկնում ենք, դրանից բացի իհարկե նաև մեծ տարիքում, ու մեզ թվում է, թե ուղղակի ընկնել էր։ Ինչ, ոչ մի բան չեղավ, բայց պատկերացնում եք, դա կարող լինի ճակատագրական։ Մարդիկ չեն պատկերացնում, անգամ ողնաշարով մենք ասում ենք, որ այս տարիքում դուք sense մեծ տրավմա եք ունեցել, ընկել եք ու դա եղել այս ամեն ինչի պատճառը։ Հոգեբանականից կարող է գնալ ֆիզիկական ու նաև ֆիզիկականից կարող է գալ հոգեբանական։ Շատ սերտ են իրար հետ եւ մեկը մյուսով փոխկապակցված։
Նազելի, իսկ on-line, եթե այսինքն հիմա այստեղից ձեզ դիմեն, փաստորեն որ խնդիրներով կարող են դիմել, որ դուք կարողանաք այսպես հեռավար նաև օգնել։ Գլխացավերի հետ, ամենատարբեր գլխացավերի հետ կապված, հոգեբանական լուրջ խնդիրների դեպքում, ընդհանուր մարդիկ, որոնք այնքան հուսահատված են, հուսալքված, անգամ ապրելու ցանկություն են կորցրած, դրա հետ մեկտեղ նաև ընկճվածությունը, մի խոսքով, եւ ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների դեպքում կարող են դիմել։ 1.5 տարի է արդեն որ դուք հաստատվել եք նահանգներում եւ այս կարճ ժամանակահատվածում ի վերջո այդ հսկա երկիրը կարճ ժամանակահատվածում ըստ էության դուք ունեք ձեր մշտական այսպես եւ հավատարիմ այցելուների, բուժառուների բանակը։ Մենք այստեղ ունեինք շատ այցելուներ, որոնք այստեղից եկել էին Հայաստան, բուժումը ստացել էին մեզ մոտ եւ արդեն ճանաչում էին, գիտեին մեզ ընտանիքներով եւ իմ գալը այնքան պատահական է ստացվել։ Ես սկզբի գալս այցս Ամերիկայի Միացյալ Նահանգներ եղել է կոնֆերանսի հետ կապված, եկել եմ կոնֆերանսի, տղայիս ընտանիքներ, հետո այստեղ փաստորեն շատերը սպասում էին ու ես ոնց մնացի, իհարկե դեռ չեմ հաստատված, քանի որ ես իմ հայրենակիցներին էլ ասում եմ Հայաստանի, թե ամբողջ աշխարհի, ես բարբերաբար դինելու եմ, որովհետև բոլորին սիրում եմ, կարոտում եմ, Անխոս Սարգսյաններն էլ այնտեղ էլիտ մեդում սպասում են բոլորին, իսկ դրանից բացի, այստեղ նաև առնչվում ենք ամենանուրբ հարցերից մի պահին կարոտ ասվածը, որ կարոտ իրոք կարոտ ախտը, որը իրոք ինքը արդեն ստրեսի մի ուղղություն է ու դրա հետևանքները, մարդիկ, որ տարիներ շարունակ այստեղ ապրում են ու այդ ապրումների հետևանքը ոնց է բերում հանգեցնում ամենատարբեր լուրջ, թե հոգեբանական, թե ֆիզիկական խնդիրների։ Այս մասին դուք խոսում եք ոչ միայն պացիենտների հետ, մարդկանց հետ ում կյանքը փոխում եք, այլև ես գիտեմ, որ Դուբայում եք ֆորումի մասնակցել 2023-ին Սանկտ Պետերբուրգում, այսինքն դուք նաև գիտական այս միջավայրերում ամենատարբեր կոնֆերանսներին ու ֆորումներին ներկայանում եք, մասնակցում ու նաև ձեր փորձի մասին են խոսում այստեղ։ Այո, իդեպ պարբերաբար հրավերքներ ունեցել եմ, ճիշտ է, չեմ հասցնում ամենտեղ լինելու, իդեպ նաև ես աշխատանքային հրավերքներով եմ եղել շատ երկրներում, այստեղ է տարբեր նահանգներ, թե քաղաքներ լինում, ունեմ այսպես շատ հզոր բանակ, որոնց գիտեք, եթե դու բարին տաս, սեր տաս, բարին կամենաս, այդ էներգիան ուղղակի չի կարող մնալ, դա լիցքավորվում է մի քանի անգամ ավելի ու քեզ վերադառնում։ Ես անverջ կուզեմ էներգիաների մասին մարդկանց հետ խոսեմ, որովհետև ժողովուրդ ջան, եկեք սիրենք իրար, եկեք ներենք իրար, բարին կամենանք, լավը կամենանք, որովհետև գիտեք, մի կարևոր նրբություն ասեմ, անգամ եթե նախանձում ես դիմացինին, այդ նախանձի վատ թրթիրները հետ են գալիս քեզ։ Պատկերացնում եք, եթե վատն ենք խոսում, քննադատում, դա արդեն լիցքավորված մեզ է հետ վերադառնում։ Դրա համար ավելի լավ է մեկս մյուսին լավի վրա հիմնվենք, լավը նկատենք ու մեկս մյուսի լույս, սեր փոխանցելով լիցքավորվենք, որովհետև այսօր մեր ժամանակները ժողովրդ շատ փոխվել են եւ դա միայն այստեղ չի, օվկիանոսից այստեղ չի, ամբողջ աշխարհում է, որովհետեւ մեր էներգետիկ այդ թրթիրները շատ արդեն հերցերը բարձրացել են եւ մենք պիտի հասցնենք այդ արագության հետ, այդ ռիթմի հետ առաջ գնանք, այսինքն նյութականի վրա չֆիքսվենք, մարդկանց վատ այն վիճակների վրա չֆիքսվենք, կարող ենք լավ լույս տանք, էներգիա տանք ու մեկս մյուսի հզորացնելով առաջ գնանք։ Փորձեք ու տեսեք ինչքան հզոր էներգիա եք ունենալու, ոնց եք լիցքավորվելու։ Դա այսօր այնքան կարիք ունենք յուրաքանչյուրս դրա։ Նազելի, երբ տարիներ առաջ դուք խոսում էիք էներգիայի, վիբրացիաների մասին,
Այն ժամանակ շատ ընդունված չէր, շատ քչերն էին եւ կարծես իրենց վրա չէին զգում։ Հիմա կարծես իրականում բոլորս դրա մեջ ենք, մենք ուղիղ զգում ենք մեզ վրա ամեն օր այդ էներգիայի, անհրաժեշտությունը, դրական էներգիայի, այդ կարծես այդ ուժը արդեն տեսանելի է դարձել, նաեւ շատ-շատերին, ովքեր տարիներ առաջ այդ մասին չէին էլ մտածում։ Փաստորեն սա նրանից է, որ ինչպես նշեցիք, այդ հերցերը ավելացել են ու մարդը արդեն չի կարող չնկատել, որ միջավայրում եթե բացասական էներգիա է, ինքը կարծես կորցնում է իրեն, իր հոգեբանական, այսպես առանցքը կորցնում է։ Դա շատ կարևոր, շատ նուրբ ու ակտուալ թեմա է։ Պատկերացնում եք, մեր հերցերի արագությունը մինչև 7-8 էր, հիմա դարձել է արդեն 38, 40, 42, պատկերացնում եք, մենք ինչ ռիթմի մեջ ենք, դա ամբողջ երկրագունն է այս արագության մեջ, որ ասում ենք չենք հասցնում, ամեն ինչ արագ է գնում, ու դեռ հասնելու ենք 100-ի։ Դրա համար պիտի մեր էներգիան մաքուր պահենք, լիցքավորվենք դրական լիցքերով, փորձենք լավ մարդկանց հետ շփվել, վատերին էլ ասենք կարող ես առաջ արի, մեզ հետ արի։ Այո, սա հիմնական ու կարևոր այսինքն այսպես խորհուրդ է, որ Նազելի Սարգսյանը այսպես բաց ազատ տալիս է, բայց եթե իրականում խնդիրներ ունեք, հատկապես հոգեբանական ստրեսների, երբ մեր ժամանակներում արագության այս ընթացքում ինչ որ մի պահ կարծես այդ թելը կորցնում ես, հետո չես հասկանում, թե որտեղից է պետք սկսել։ Այս զգացողությունը բոլորս ունենում ենք եւ այս հեռախոսահամարը կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է։ Դե եթե Լոս Անջելեսում եք, արդեն կարող եք գնալ եւ առավել նաեւ կախարդական ձեռքերը ձեզ շատ ավելի հեշտ ու արագ կարծում եմ, որ այս մտքերին, այս մաքուր մտքերին բերեն, իսկ եթե ոչ, ուրեմն on-line տարբերակով իրականում հնարավոր է ընդամենը 1 սեանս, այսպիսի բան շատ քիչ է լինում, երբ որ 1 սեանսի ընթացքում հսկայական տարբերությունը իրականում նկատելի է դառնում նաև ձեր մեջ։ Սիրելի հետևորդներ, ես ուզում եմ նաև Նազելի, դուք այդ մասին շատ չեք սիրում խոսել, բայց 44-օրյա մեր պատերազմից հետո, որին նաև ձեր որդին է մասնակցել, ես գիտեմ, որ շատ նաև մեր զինվորները հնարավորություն ունեցան իրականում այս ստրեսային վիճակից եւ իրենց խնդիրներից ձերբազատվել ձեր շնորհիվ։ Պատերազմի օրերին մենք պատկերացնում եք, ես կաբինետից դուրս էի գալիս, հուզվում էի, քանի որ իմ տղան էլ հենց առաջնագծում էր եւ մտնում էի ներս ուրիշ զինվորի ծնողին ուշ տալիս ու վիրավոր զինվորներ ենք ունեցել շատ, դրանից իհարկե դրանից հետո նաև գերիների ծնողների ենք մշտական մենք ունեցել այցելուներ եւ մինչեւ հիմա ունենք, նաև ունեցել ենք բարեգործական շատ մեծ ուղղություններ։ Բարեգործությունը կարծես այսպես ձեր տեսակի մեջ է նաև մտնում։ Դուք ոչ միայն բարին այսպես էներգիայով խոսքով եք տալիս, այլև սիրում եք նաև ձեր մասնակցությունը ունենաք։ Սա կապ ունի, այդ էներգետիկ ավելի այսպես մեծ նայելու, դուք սիրում եք բոլոր երևույթներին ավելի կարծես լայն հայացքով նայել, դրա հետ կապ ունի, թե մարդկային տեսակ է ուղղակի։ Գիտեք, եւ մարդկային տեսակ է, որովհետեւ ինչ անում ենք, անսահման սիրով ենք անում, անսահման սիրով անում եմ, եւ ի վերջո Աստվածաշնչում էլ, չէ, ասում է երատնելի է տալը, քան առնելը, մի ձեռքով տուր, երկուսով կառնես, դրա խորհուրդը շատ մեծ է եւ ես ամեն օր ասում եմ այդ մեր այսօրվա նյութական այդքան դեր չի խաղում ինչքան այն հոգեբանականը որ մեկ կարիքավորի դու սրտանց ինչ որ օգնություն ես անում, հավատացեք դա միլիոնապատկվում է ու ուղղակի չի կարող մնալ, անհետևանք չի կարող մնալ։ Շնորհակալ մարդ եք եւ կարողանում եք ամեն ինչ գնահատել, բայց ես գիտեմ, որ նոյեմբերին ընդամենը հետաքրքիր միջոցառում էր եւ երևի այդտեղ այդ ընթացքում նաեւ շատերը կարողացան իրենց ձեր կողմից ստացած այդ դրական էներգիայով նաեւ ինչ որ առումով դրական այդ իմպուլսները ձեզ փոխանցել։ Ուզում եմ մի քիչ այդ միջոցառման մասին պատմեք։ Շատ հետաքրքիր էր եւ իդեպ ասեմ ինձ անակնկալ միջոցառում կազմակերպեցին ինձ նվիրված իմ գործունեությանը։ Շնորհակալություն նաեւ իդեպ Արմենիկոս մեր մեծ այդ համահայկական կանանց նվիրված
որ կազմակերպում է մեր Անժելա Ստեփանյանը, նաև իրեն ինքը օվկիանոսից այս կողմ էր եւ միանգամից sense իր կազմակերպչական ձիրքով ու այստեղ կայացած նաև շատ հայերով կազմակերպեցին շատ հետաքրքիր միջոցառում ինձ նվիրված ու մինչև հիմա բոլորը այնքան տպավորված են այդ անսահման այդ սիրով, այդ բարությունով բոլորը ուր որ լինում եմ ասում են խնդրում ենք մի քիչ դուք խոսես քո այդ էներգիաների մասին, քո ասելիքի, որովհետև անսահման քո ասելիքը մեծ է եւ դրա կարիքը յուրաքանչյուրս ունենք։ Նազելի, իսկ այ հոգու եւ մարմնի բժիշկ, փաստորեն հոգու եւ մարմնի այս երկուսը միասին այս պահին կարող են դիմել հենց այդտեղ Լոս Անջելեսում ապրողները։ Իհարկե, ես գիտեմ, մենք հավանաբար կտեղեկանանք որոշակի պարբերականությամբ նաեւ Նազելի Սարգսյանը Հայաստանում կլինի, բայց հեռավար on-line տարբերակով դուք աշխատում եք։ Հիմա Եթե մենք նշեցինք, որ խնդիրների դեպքում շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, որ իրենց մոտ տագնապ է, իրենց մոտ ստրեսի հետևանք է։ Նշեցիք գլխացավերը, մենք ասում ենք գլուխս ցավում է, դեղ ենք խմում, հետո վաղ ավելի ուժեղ է ցավում եւ այլն։ Որոնք են այն ախտանշանները, որոնք ունենալու դեպքում պետք է այս հեռախոսահամարով զանգել եւ ձեր էներգիայից մի փոքր մի ապ ստանալ։ Ես հիմնավորում եմ, որ տարբեր մեր ֆիզիկական խնդիրները, մեր առողջական խնդիրները պատճառ ունեն, հիմք ունեն, ու ելի հիմքում ստրեսն է, որը երբևէ մարդը ինքը չի կարող պատկերացնել դրանում, դա ընդհանուր միջև ամենատարբեր գլխացավեր, գլխապտույտ, այնտեղ վերջույթների հետ կապված ամենատարբեր խնդիրներ, աղեստամոքսատրակտի հետ կապված հոդերի, այն սովորական ստամոքսի այրոցը այդ պատճառ ունի, ոչ թե քրոնիկ դեղերը տալն է, այլ ինքը պիտի գնանք հիմքին։ Այսինքն բոլոր խնդիրները ունեն որոշակի պատճառներ հոգեբանական եւ դուք օգնում եք, որպեսզի այդ պատճառը գտնել։ Այսինքն գլխապտույտը օրինակ կամ գլխացավը, եթե գտնում ես պատճառը, կարողանում ես պատճառի հետ աշխատել եւ անընդհատ կախում չունենալ ամենատարբեր դեղահաբերից։ Ճիշտ եմ հասկանում ես։ Շատ ճիշտ եք ասում եւ սիրտս ցավում է, որ մարդը ունի խնդիր եւ այդ խնդիրը ունի պատճառ, բայց այդ տվյալ մարդը արդեն տարիներ շարունակ քրոնիկ դեղեր է խմում։ Դեղեր, որը դրան ես այդքան կողմ չեմ։ Այսինքն թող մարդիկ դիմեն ու իրենց պատասխանը կստանան, որ իրենք ընդհանրապես չէին էլ պատկերացնի, դա ինչով է պայմանավորված, ոնց կարար sense ինչ որ 1-2 թերապիայով այդ ամեն հարցի լուծումը ստանային։ Հայցելուն սեանսից հետո ասում եմ, ես եկա իրականություն, ես արդեն ինձ զգում եմ։ Այո, շատ հետաքրքիր ու դիպուկ ձևակերպում տվեցիք, Նազելի, ես արդեն ինձ զգում եմ։ Իրականում մենք շատ հաճախ անընդհատ խնդիրների, ինչ-որ բուժումներ գտնելու, ամենատարբեր մեթոդներ փորձարկելու արդյունքում կարծես մենք մեզ չենք զգում, մենք զգում ենք այն ինչ-որ մեր շուրջն է կատարվում, բայց ոչ մեր ներսում։ Փաստորեն Նազելի Սարգսյանի այս հեռախոսամարը կօգնի սիրելի հետևորդներ, որպեսզի դուք ինքներդ զգաք ձեզ, իսկ երբ որ դու ինքդ կարողանում ես ներսդ նայել, քեզ հասկանալ, այս դեպքում խնդիրներն իհարկե անհամեմատ ավելի փոքր են։ Շնորհակալ եմ շատ, Նազելի, ինչպես եք կարողանում այս ամենը հասցնել։ Ես գիտեմ, դուք նշեցիք, որ ձեր ավագ որդին փաստորեն ընտանիքով նահանգներում է եւ ձեր փոքր որդին Հայաստանում է։ Ինչպես եք կարողանում այս ամեն ինչը հասցնել, ինչպես եք կարողանում միշտ այդպիսի հրաշալի տեսք ունենալ եւ այսքան բոլորին նաեւ օգնելու հետ զուգահեռ կարողանալ ժամանակ տրամադրել։ Ճիշտն ասած, ինձ միշտ ասում են դուք չեք հոգնում, հավատացեք, իսկապես չեմ հոգնում, որովհետև նաև ով եղել է ինձ մոտ, բոլորը կփաստեն ու գիտեն ինչ հսկայական ծանր ֆիզիկական աշխատանք է արվում, թե հոգեբանական, թե մտավորով, թե էներգիայով, ու պատկերացնում եք, ես յուրաքանչյուրին դիպչելով մի հզոր էներգիայով եմ լիցքավորվում, որի համար իհարկե շնորհակալ եմ, դա ի վերուստ է տրվում այդ անսահման սերը եւ
հասկանալով խնդիրը, ես ուզում եմ միանգամից մարդուն օգնեմ ու մարդուն կյանքի կոչեմ։ Դա արդեն հզոր էներգիա է ինձ տալիս, քանի որ նաև այո, այսօր շատ կարևոր է, որ կարողանանք մեր կողքինին կյանքի կոչելու, հա, բերելու այն վիճակի, որ ինքը ուզենա ապրի, որովհետև այսօր մեր շրջապատում ցավոք շատ է այս երևույթը, որովհետև մարդիկ այդ ընկճվածությունից արդեն դառնում են ինքնամփոփ, հուսահատված, կյանքի ամեն պահը իրենց կորցրած։ Մի խոսքով, այդ ամեն ինչը ինձ բերում է նոր էներգիայի, նոր ստիմուլի եւ ողջ օրը ես առնչվում եմ ամենատարբեր լուրջ խնդիրներով մարդկանց հետ ու բոլորին շատ սիրով ընդունում ու սիրով ճանապարհում։ Դա չգիտեմ։ Դա ուղղակի առաքելություն է, ճիշտ է որակավորում։ Ինչքանով է կարևոր Նազելի կնոջ համար հատկապես, երբ կարողանում է գտնել իր առաքելությունը, հա, կյանքում, ըստ էության մենք զանից յուրաքանչյուրը ինչ որ միտեղ մի անելիք ունի, բայց միշտ չէ, որ այդ երջանկությունը մարդիկ ունենում են գտնել այն տեղը, որտեղ իրենք իրականում անելիք ունեն։ Լիլի ջան, այնքան հետաքրքիր, այնքան դիպուկ հարց տվեցիք, ես այսօր նաև օգնում եմ մարդուն իրեն գտնելու, հա, քանի որ այդ ընկճվածությունից մեր ամբողջ էներգետիկ կապը, որը տիեզերքի հետ կապված, դա ողնաշարով է կապված, հա, եւ պատկերացնեք միլիմետր այնտեղ դիստրոֆիկ փոփոխության դեպքում խալխլվում է մեր այդ էներգետիկ կապը Աստծո հետ, տիեզերքի հետ եւ մարդը իրան չի գտնում, արդեն ինքն իրեն կորցնում է, այդ անորոշության մեջ է լինում ու պատկերացնում եք, ես օգնում եմ նաեւ մարդը իրան է գտնում, դա ուղղակի ես հիմա չեմ ուզում շատ բաներ խոսել իմ մասին, որովհետեւ այդ մասին խոսում են իմ այցելուները, բայց որ կարիք ունեն շատերը, դա այս պահին դրա համար բարձրաձայնվեց, որ իսկապես մարդը կարողանում է իրան գտնել, դու օգնում ես, որ այդ անորոշության մեջ գտնի մարդը, թե իր ներկայությունը, թե իր ով լինելը, թե առաքելությունը, ու իդեպ այսօր շատ կարիք ունենք յուրաքանչյուրս, մեկը մյուսի այդ եւ օգնելու, եւ ուղեցույց լինելու, եւ օգնելու, այո, դիսցիպլինա մտցնելու մեր կյանքի, մեր ապրելակերպի մեջ, որովհետև դրանք բոլորը մեկը մյուսով փոխկապակցված երևույթներ են։ Ես գիտեմ, որ նաև երեխաներին են շատ ուղղորդում ձեզ մոտ, Նազելի։ Ինչ խոսք, երեխաները այսօր շատ մեր թույլ օղակն են, որովհետև եւ իրենց քիչ շարժունակությունը, եւ ստրեսները, եւ այսքան թե ծանր պայուսակները իդեպ, որոնք ամեն առումներով իր հետևանքը թողնում են եւ հեռախոսը, որ ամենամեծ չարիքն է, այդ սխալ դիրքը, դրանք ամեն ինչը բերում է իր հետևանքներին, որը պիտի ավելի ուշադիր լինենք ու ինչքան հնարավոր է ավելի շուտ կանխենք այդ խնդիրները։ Շնորհակալ եմ շատ, Նազելի, իրականում ինձ շատ հաճելի է, շատ հետաքրքիր է անընդհատ լսել ձեզ, այս հեռախոսահամարը հիմա տեսնում են եւ գիտեմ, որ մարդիկ կան, որոնք կկարողանան դիմել եւ իրականում ուրիշ հայացքով նայել աշխարհին։ Ձեր դրական էներգիայի մասին շատ տարիներ, տասնամյակներով իհարկե այդ լեգենդները պատտվում են ու ես շատ ուրախ եմ, որ հիմա օվկիանոսի եւ այս կողմում եւ այն կողմում կարող են շատերը իրականում վայելել այն հնարավորությունը, որ դուք եք տալիս։ Իրենք իրենց ճանաչեն, իրենք իրենց զգան, ինչպես ասացիք։ Փորձենք իրար շատ սիրել, եթե ներենք, հավատացեք, մեր ամբողջ մկաները կթուլանան։ Շնորհակալ լինենք ամեն պահի համար, յուրաքանչյուրիս համար, որովհետև ի վերջո ունենք Աստված, ունենք մեկս մյուսի, իսկ դա արդեն սեր է, դա հզորություն է։ Շնորհակալ եմ շատ։ Ունենք իրականում մեր հրաշք հայրենակցուհին, մեր հրաշք մասնագետ Նազելի Սարգսյան, ով կարողանում է բառով, խոսքով, գործով, կախարդական ձեռքերով եւ էներգիայով իրականում շատ մարդկանց համար շատ լավ բառ եք ասում, վերադարձնի կյանք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Շուտով հանդիպելու ակնկալիքով ասում եմ լավ եղեք, սիրելիներս։
Սիրելի հետևորդներ, ամեն անգամ ինձ համար իրականում տոնի է վերածվում հանդիպումը, երբ ես հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր այս պահին գուցե ինչ-որ անտարբեր հայացքով այսպես հետևում էին, հաղորդումից հետո կկարողանան իրենց մեջ ինչ-որ բան փոխել։ Բոլոր խնդիրները, որ մեր ներսում առաջանում են, դրանք ունեն լուծումներ։ Բոլոր խնդիրները, որ մեր շուրջն առաջանում են, ունեն լուծումներ, բայց շատ կարևոր մի բան կա, որպեսզի մենք հասկանանք, որ ֆիզիկական խնդիրներն առանց հոգեբանականի չեն լինում եւ հակառակը, հոգեբանական խնդիրները իրականում կարող են հետևանք կամ պատճառ դառնալ ֆիզիկական խնդիրների համար։ Եվ շատ տեղերում չի ու շատ չեն են մարդիկ, ովքեր ունեն նաև այդ էներգիան, կարողանալ իրականում բացահայտել, հնարավորություն տալ շատ կարճ 1-2 հանդիպման ընթացքում հասկանալ, որտեղ է խնդիրը եւ հենց այդ տեղից սկսել լուծումը։ Մենք այսօր զրուցում ենք իրականում շատ հետաքրքիր, շատ տարբերվող կնոջ ու մասնագետի հետ։ Ես ինչպես ծրագրի սկզբում նշեցի, առիթ ունեցել եմ դեռ Հայաստանում ծանոթանալ, առիթ ունեցել եմ իրականում օգտվել հրաշալի այս պրոֆեսիոնալ մասնագետի բուժման մեթոդներից եւ կարող եմ իրականում ասել, որ խորհուրդ եմ տալիս։ Եթե ինչ-որ բան այնպես չէ, սկսած ողնաշարի հետ կապված խնդիրներից, այսինքն որպես կինեզոթերապևտ, մանուալ թերապևտ եւ նաեւ հոգեբանական, որովհետեւ մեկ գլխացավը, որը պարբերաբար կրկնվում է, իրականում կարող է նշանակել, որ ձեր կյանքում շատ կարևոր ինչ-որ բան այնպես չի եւ ընդամենը մեկ սեանսի ընթացքում մեկ խորհրդատվություն եւ դուք կկարողանաք իրականում խնդիրը լուծել եւ աշխարհին նայել շատ ավելի հանգիստ, առանց ցավերի եւ սրա հետ միասին նաեւ շատ ավելի մեծ չափով, ինչպես ասում եմ, բարիք բերեք ձեր կյանք, ձեր մտքեր ու կյանք։ Էներգիայի մասին վերջին շրջանում իրականում շատերն են խոսում, բայց մեր այսօրվա հրաշալի հյուրը Նազելի Սարգսյանը դրա մասին խոսում էր դեռ տասնամյակներ առաջ, դրա կարևորության մասին։ Այսօր ժամանակներն իրականում այնպիսին են, որ պիտի կարողանանք մենք ինքներս մեզ վրա աշխատենք, որովհետև եթե ինչ-որ պահ արագության այս պտույտի ժամանակ քեզ բաց ես թողնում, դու հասկանում ես, որ հետո չես կարողանում քո հենման կետը գտնել։ Այդ հենման կետը գտնելու համար է այս հերոսը համարն անհրաժեշտ նաև։ Այսօր մենք զրուցում էինք մանուալ թերապևտ, կինեզոթերապևտ, էներգոթերապևտ, էքսպերտ, միջազգային ժյուրիի անդամ, սեմինարավար եւ մասաժ թերապևտ Նազելի Սարգսյանի հետ։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Միշտ կարևոր է եւ այսօր հատկապես, երբ մենք վերջում կարողանում ենք իրականում այս արտահայտությունն անել, ոչ միայն մենք տեղեկացնում ենք պրոֆեսիոնալի մասին, այլ մենք ուղղակի խորհուրդ ենք տալիս։ Լուծեք խնդիրները, բոլոր խնդիրները շատ փոքր են, երբ դու պրոֆեսիոնալի մոտ ես։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։